Բարի օր ժողովուրդ ջան, այսօր ուզում եմ հարց հղել երրորդ արդեն հերթականությամբ մեր ձևով շարժմանը եւ Նարեկ Կարապետյանին։ Տեսեք հարգելիս, երբ որ դուք ելույթներ եք ունենում տարբեր հարթակներում հարցազրույցներ կամ ասուլիսներ եք տալիս, ես ուշադիր լսում եմ ձեր արտաքին քաղաքականության հետ կապված պատասխանները։ Երբ որ հարցը գնում է Ադրբեջանի հետ առևտուր անելուն, Թուրքիայի հետ առևտուր սահման բացելուն, Թրամփի ուղու կամ միջանցքի մասին խոսքը, դուք միանգամից պատասխանները միանգամից այնպիսին են, որ իմ մոտ տպավորություն է ստեղծվել եւ ոչ մենակ իմ մոտ, որ դուք գալով իշխանության ոչ մի բան չեք փոխելու։ Այսինքն դուք պատասխանելով Ադրբեջանի հետ առևտուր անելու թեմային ասում եք, թե մենք պետք է անենց անենք, որ Հայաստանը դառնա, ասենք, վերցնի մի գնով, վերավաճառի ուրիշ գնով եւ կոմերցիան։ Այսինքն դուք ձեր մտածելակերպը բիզնեսմենի մտածելակերպ է։ Այսինքն դուք բիզնեսով եք առաջնորդվելու, բիզնես նպատակներով եք առաջնորդվելու։ Դա առաջինը, երկրորդը Թրամփի ուղու հետ կապված, որ դա նույնպես պետք է նայենք այն ենթատեքստից, թե Հայաստանը ինչ է շահում, ոնց է շահում։ Այսինքն ոչ մի պլան չունեք դուք այդ նույն միջանցքի հետ կապված, որովհետեւ Հայաստան ասի ոչ, որ ասենք 74%-ը չլինի Ամերիկայինը, 26-ը Հայաստանինը, այսինքն Իրանի հետ կապված, որ այդ սահմանը փակվում է, ոչ մի առաջարկ չունեք անելու, Արցախի հետ կապված ընդհանրապես ոչ մի ձևով չեք անդրադառնում, մի հատ հարց էլի ձեզի, հարգելի մեր ձևով կամ Նարեկ Կարապետյան, ի՞նչն է փոխվում, որ Նիկոլ Փաշինյանը չի լինելու, այսինքն մի բան ես հասկանում եմ, այո, ինչ կփոխվի, որ թուրքացման, անմիջական լրիվ թուրքացմանի կամ արևմուտքի կողմ չեն գնա, այդ կձգտենք դեպի Ռուսաստան նորից։ Այդ հարցում հա, ես ձեզ հասկանում եմ։ Չեմ ընդունում դա նույնպես, բայց հասկանում եմ։ Իմ կարծիքով Հայաստանը պետք է լինի ոչ մեկից չկախված պետություն, ու մենք այդ ռեսուրսներն ու շանսը ունենք դառնալ նման պետություն։ Ես ձեզ նորից հարց եմ տալիս, ինչով է փոխվելու Հայաստանը, եթե Նիկոլ Փաշինյանին դուք գաք փոխարինելու։ Այն հարցերին, որ իմ նմանները ունեն, արտաքին քաղաքականության հետ կապված, դուք զրո լուծումներ եք տալիս այդ ամեն ինչին, պոպուլիստական հայտարարություններ եք անում։ Ու ձեր ասածի մեջ դուք ոչ մի բան չեք փոխելու։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը հիմա անելու է, ուղղակի դերակատարը փոխվել է, մի քիչ այնտեղ կոսմետիկ կարող է շեղումներ լինեն այս ամեն ինչից։ Պոպուլիզմով հայկական քաղաքական դաշտը լցնել ոչ մեկին թույլ չենք տալու։ Հերիկա է ժողովուրդը մեղք կա։ Կամ դուք ռեալ ծրագիր եք ներկայացնում, որտեղ հայկական շահերը ծառայելու հայ ժողովրդին, ու մեկ մենակ հայ ժողովրդին, ոչ թե բիզնեսմենի ուղեղով, մեզի պետք չի բիզնեսմենը լինի մեր վարչապետը։ Հիմնականում իր մտածելակերպը պետք է լինի զինվորական։ Իսկ ձեր մոտ ոնց հասկացա չկա զինվորական մտածելակերպ ունեցող մարդիկ։ Մեզի պետք չի որ դուք գաք գեղեցիկ գործարաններ սարքեք, բայց մենք անվտանգ չլինենք։ Մեզ պետք չի, հասկացեք։ Սպասում եմ ձեր պատասխանին։